Միջոցառումը, որի նախագահը մասնակցում է, շատ կարևոր է, ՆԱՏՕ-ի Աֆղանստանին նվիրված գագաթնաժողովը մասնակցում են անդամ և ոչ անդամ երկրների ղեկավարներ։ Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ արդեն բավականին երկար ժամանակ և մենք պիտի կարևորենք այդ համագործակցությունը, թեև մեր հիմնական անվտանգության համակարգը դա ՀԱՊԿ համակարգն է, Հավաքական անվտանգության պայմանագրի, բայց ՆԱՏՕ-ն նույնպես կարևոր գործընկեր է, ՆԱՏՕ-ի երկրները և այդ կազմակերպությունը որպես այդպիսին և չափազանց կարևոր է, որ մենք և նախագահի մակարդակով և այդ պաշտոնյաների մակարդակով շատ ակտիվ համագործակցում ենք ՆԱՏՕ-ի կառույցների հետ, մասնավորապես Աֆղանստանի և տարբեր այլ կետերի հետ կապված խաղաղասիրական նախաձեռնություններում Կոսովո և այլն։ Նախագահի երկու հանդիպումները կարևոր էի ԱՄՆ պետքարտուղարի և Ֆրանսիայի նախագահի հետ, որտեղ Հայաստանի Հանրապետությունը լրացուցիչ հավաստիացումներ ստացավ, որ միջնորդ երկրները հետամուտ են լինելու Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ Ինչ վերաբերում է նախագահի ելույթին գագաթնաժողովում, ես կարծում եմ, որ միշտ էլ նոր ասելիք ունի հանրապետության նախագահը, մեր երկիրը, բայց ընդհանուր առմամբ կկարևորեի կոնտեքստը, համատեքստը այս ելույթի, այս միջոցառումը և հանդիպումները, և պետք է ևս ջանքեր գործադրել, որպեսզի իսկապես Վիեննայում և Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, որովհետև դրանք չափազանց կարևոր են։ Ձեզ երբեք շատ բուռն քննադատության ենթարկվեցիք ովքեր խոսել են բանակցությունների մասին, բայց նախագահն է դրա մասին խոսել, ինչի դիմաց մենք կարևորում։ Ես ոչ միայն ես յուրաքանչյուր քաղաքական գործիչ և խոսում է Արցախի հակամարտության լուծման ուղիների վերաբերյալ և նշում է փոխզիջումների մասին, իսկ փոխզիջումների մասին խոսել են և երեք նախագահները և մեր բոլոր քաղաքական գործիչները վերջին 25 տարիների ընթացքում և իշխանության ներկայացուցիչների և ընդդիմության միշտ այսպես ավելի սուր ռեակցիա է առաջացնում և հասարակության կողմից և լրատվական դաշտի, բայց այնուամենայնիվ փոխզիջումների մասին պետք է խոսել և պետք է ձևակերպել, թե մենք ինչ ենք հասկանում փոխզիջում ասելով և կրկնում եմ նախագահներն և նախորդ նախագահներն այդ մասին խոսել են, այստեղ ավելացնելու բան չկա։ Ինչ եք հասկանում դուք ինչ Փոխզիջում ասելով մենք հասկանում ենք փոխզիջում։ Ինչպիսի փոխզիջում կլինի արդյունքում, դա իհարկե բանակցությունների ավարտին կերպ, բայց որ ինչ-որ մի բան պիտի զիջենք մենք և ինչ-որ մի բան պիտի զիջի հակառակ կողմը, այստեղ երկու կարծիք լինել չի կարող, հակառակ դեպքում այս իրավիճակը շարունակվելու է։ Ապրիլի 4-ից հետո հենց այդ նույն ուղղությամբ են հարցադրումները չպետք է փոխվեին կապված լինել։ Երբ պետք է փոխվեն, երբ փոխված են, այսինքն փոխզիջումը ոչ թե առաջին պլանում է, այլ շատ այլ հարցեր։ Ես չեմ կարծում, որ փոխզիջումը առաջին պլանում է, փոխզիջումը հենց ամենավերջին պլանում է լինելու, որովհետև այն տեղի է ունենալու միայն բանակցությունների ավարտից հետո, միայն խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո, որքան է մոտ այդ համաձայնագրի ստորագրումը, կարծում եմ ես չի որ պետք է ասեմ, բանակցությունները շատ երկար են տևելու և մենք պիտի ուղղակի հույս ունենք, որ հնարավորինս շուտ խաղաղություն հաստատվի, բայց հիմա կարևորագույնս հատուկ նշեցի այն պայմանավորվածությունների մասին, որ ձեռք են բերվել Վիեննայում և Պետերբուրգում, դա ուրեմն միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումն է և ԵԱԿ հատուկ նախագահի հատուկ ներկայացուցչի աշխատակազմի ավելացումը, այսինքն որպեսզի հնարավոր լինի միջադեպերը հետաքննել և մեղավոր լինեն ի հայտ բերել և դրանով իսկ կանխարգելել միջադեպերը և մեր զինվորների և խաղաղ բնակչության մահվան և վիրավորվածությունների դեպքեր։ Սա է այս բանի կարևորագույնը։